Պաշտպանության նախարարության դիմաց քաշքշուկ է սկսվել անհետ կորածների հարազատների ու ռազմական ոստիկանության ծառայողների միջև։ Անհետ կորածների հարազատները պահանջում են հանդիպում զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Դասրյանի, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ներկայում պաշտպանության նախարարի խորհրդական Կամո Վարդանյանի հետ։ Գերատեսչությունից սակայն պատասխանել են, որ նախարարի տեղակալ Արման Սարգսյանը կարող է հանդիպել, այն էլ միայն 3 հոգու հետ։ Բողոքող հարազատներն ասում են, բախումները գերատեսչությունից արհեստականորեն ստեղծել են իրենց հավաքը ցրելու նպատակով, որովհետև խուսափում են հարցերին պատասխանելուց։ Անդրադառնալով փողոց փակելու որոշմանը, հարազատներն ասացին, որ դեռ սպասում են, գուցե պաշտոնյաների ողջամտությունն արթնանա։ Մենք երեխեքի համար ենք անում։ Մեր երեխեքի ճակատագրի համար ենք անում, որ այսօր վադրությամբ այն կառույցը, որ երեխեքին զորակոչել է, տարել է բանակ, այսօր կատեգորիկ ձևով հրաժարվում է, ձեռները թափա տվե, քաշվել է ղրաղ, ոնց որ ինքը ոչ եղել է, ոչ կա, ոչ ունի ինչ-որ մեզի բան ասելու, տարան, կոտորեցին, տարան, կորցրեցին, իմանալով անգամ տեղները չգնացին, հետևներից պատերազմի ժամանակ իմանալով այդ տղեկը որտեղ են թաքնված անտառներում, ոչ մի միջոց չձեռնարկեցին այդ տղեկին են, որ հլա անտառներում էին, որ գնային փրկեին, այդ վախտել չարեցին, դրա մասին հլա այն թվերին հասվե, ոչ մի բան, կատեգորիկ էս մարդկանց նպատակը երեխեքին կոտորելն ու երեխեքին ասենց ոչնչացնելն էր։